Եթերում Ռուսարմինֆոյի այսօրվա առաջին թողարկումն է, տաղավարում Աննա Շլեպչյանն է։ Բարի օր։ Երևանը հյուրընկալել է Եվրոպական քաղաքական համայնքի պատմական 8-րդ գագաթնաժողովը, վերածվելով համաշխարհային դիվանագիտության էպիկենտրոնի եւ հյուրընկալելով շուրջ 50 երկրների ու միջազգային կառույցների ղեկավարների։ Բարձր մակարդակի քննարկումների շրջանակում Հայաստանն ու Եվրոպական միությունը պաշտոնապես ստորագրել են գործընկերության ռազմավարական օրակարգը, ազդարարելով հարաբերությունների նոր հանգրվան եւ էներգետիկ ու անվտանգային ոլորտներում խորքային գործակցության մեկնարկը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Միացյալ Թագավորության վարչապետ Կիր Սթարմերը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր։ Զուգահեռաբար նաեւ Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հետ հանդիպման արդյունքում ստորագրվել է ռազմավարական երկխոսության մասին համատեղ հռչակագիր, որը նպատակ ունի նոր թափ հաղորդել բազմաոլորտ փոխգործակցությանը։ Փաշինյանն ընդգծել է, որ այս փաստաթղթերը վկայում են հարաբերությունների որակական նոր մակարդակի մասին, որն արդեն իսկ արձանագրվել է նաեւ Բուլղարիայի հետ։ Հայաստանն ու Թուրքիան Անիի պատմական կամրջի համատեղ վերակառուցման վերաբերյալ արձանագրություն են ստորագրել։ Համաձայնությունը ձեռք է բերվել Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Թուրքիայի փոխնախագահ Ջևդետ Յիլմազի հանդիպման ժամանակ։ Կողմերը բարձր են գնահատել այս քայլի խորհրդանշական եւ գործնական նշանակությունը, ընդգծելով, որ այն կնպաստի տարածաշրջանում տևական խաղաղության ու անվտանգության մթնոլորտի ձևավորմանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ համագործակցության հեռանկարները տրանսպորտի, էներգետիկայի, մաքսային ծառայության եւ թվային ենթակառուցվածքների ոլորտներում։ Հիշեցնենք, որ պատմական կամրջի վերականգնման հարցն օրակարգ էր բերվել դեռևս 2023 թվականին Հայաստանի արտգործնախարարի Թուրքիա կատարած այցի ժամանակ։ Անիի կամրջի վերականգնման արձանագրության ստորագրումը դիտարկվում է որպես կարևոր քայլ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Գյումրեցի 20-ամյա ծանրորդ Աննա Ամրոյանը Եգիպտոսում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնությունում նվաճել է չեմպիոնի տիտղոսը։ 77 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկող մարզուհին երկամարտի 240 կիլոգրամ արդյունքով գերազանցել է բոլոր մրցակիցներին, հաջողությամբ կատարելով իր բոլոր մոտեցումները, թե պոկում, թե հրում վարժություններում։ Նշեմ, որ Ամրոյանը Եվրոպայի գործող փոխչեմպիոնն է եւ ընդամենը շաբաթներ առաջ Բաթումում կայացած մրցաշարում հրում վարժությունում սահմանել էր երիտասարդների Եվրոպայի նոր ռեկորդ։ Աշխարհի այս առաջնությունում Հայաստանի հավաքականն արդեն իսկ գրանցել է մի շարք այլ հաջողություններ։ 79 կիլոգրամ քաշային Նարեկ Մկրտչյանը հռչակվել է աշխարհի փոխչեմպիոն, իսկ Նարեկ Գրիգորյանն ու Հովանես Հովանիսյանը նվաճել են փոքր մեդալներ։ Փողոցային հանցավորության մակարդակն այստեղ շատ ցածր է, իսկ վերաբերմունքը զբոսաշրջիկների նկատմամբ շատ բարյացակամ։ Այսպես է բնորոշել Հայաստանը ռուս աղջիկը, ում զարմացրել է վերնիսաժի վաճառողների վստահությունը։ Հոլովակի հեղինակը շնորհակալություն է հայտնել մեր երկրին, ընդգծելով, որ ըստ Նումբեոյի տվյալների մենք աշխարհի ամենաանվտանգ երկրների առաջին տասնյակում ենք։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Մինչև նոր հանդիպում։ Безопасность в Армении, чтобы вы понимали, я сейчас иду по вернисажу, вечер, и здесь люди вот выставляют товар, все, и уходят. Никто ничего не ворует, все остается на своих местах. Я не знаю, есть тут охрана или нет, но как бы вот. Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը կապված Երևանում կայացած գագաթնաժողովի ժամանակ Վլադիմիր Զելենսկուն ամբիոն տրամադրելու եւ նրա կողմից Մոսկվայի հասցեին հնչեցրած սպառնալիքների հետ։ Մոսկվան իր դժգոհությունն է հայտնել պաշտոնական Երևանին Ուկրաինայի նախագահի վարքագծին պատշաճ բացասական գնահատական չտալու համար, ինչը ըստ նախարարության չի համապատասխանում դաշնակցային հարաբերություններին։ Զուգահեռաբար ռուսական կողմը հայտարարել է, որ Եվրամիությունը ժողովրդավարության աջակցության կարգախոսների ներքո փորձում է Հայաստանին պոկել անվտանգության եւ տնտեսական վստահելի համակարգերից։ Մոսկվան հույս է հայտնել, որ Հայաստանի ղեկավարությունը չի ներքաշվի օտար աշխարհաքաղաքական խաղերի մեջ եւ առաջնահերթություն կտա երկարաժամկետ ազգային շահերին, թույլ չտալով վնաս հասցնել Ռուսաստանի հետ ձևավորված պատմական ու տնտեսական կապերին։